Տիկին Սարգսյան, համակ ուշադրությամբ լսում էի ու մտքիս տարիներ առաջ ազգային ժողովի մի քննարկում էր։ Կառավարությունը ուրիշ կառավարություն էր, հերթական սիրուն թվերն էր, ներկայացնում էր գունավոր եւ մինչեւ ամբիոնին մոտեցավ հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը ու ասեց մի արտահայտություն, որը մինչեւ հիմա շատերն օգտագործում են։ Չէ, պատերազմ ծեծելը չէր։ Եթե ամեն ինչ այսքան լավ է, բա ինչի է այսքան վատ։ Ամբողջ ձեր ելույթի ժամանակ անկեղծ պետք է ասեմ, էլի։ Ամբողջ ձեր ելույթի ժամանակ մտքիս երեկվա Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժն էր։ Արցախցի կնոջ, որին իբր 1 տարի փնտրելուց հետո Facebook-յան մի կոմենտի համար ոստիկանները ներխուժել են տուն, մանկասակ երեխայի հետ վերման են ենթարկել Դիլիջանի ոստիկանություն կամ քննչական, որը կարող էին անել շատ ավելի այլ պայմաններով։ Ամբողջ ձեր ելույթի ժամանակ դա է։ Տիկին Սարգսյան, մենք անցնող տարի կառավարության հաշվետվությունը լսելուց, ձեր էլի այդ գեղեցիկ ծրագրերը լսելուց, ձեզ ուղեկցում էր կարծեմ ներկա էր կամ այդ ժամանակ պաշտոնավարում էր մի ոստիկանապետ։ Անցնող տարի բյուջեի նախագիծը քննարկելուց ներկայացնում էր մեկ այլ ոստիկանապետ։ Հիմա եկել եք 1 տարի հետո կատարողականի ներկայացնում եմ մեկ այլ ոստիկանապետ։ Եկին 1 տարվա մեջ 3 ոստիկանապետի փոփոխություն ենք տեսել։ Եթե ամեն ինչ այսքան լավ է, բա ինչի է այսքան վատ։ Եթե հանցավորության ցուցանիշների անկում է, ճանապարհատրանսպորտային պատահարների անկում է, ամեն այդ թվերով գեղեցիկ ներկայացնում եք, ապա ինչու առանց որևէ հանգամանալից բացատրության քրեական ոստիկանության պետ, համայնքային ոստիկանության պետ, ոստիկանապետ, բոլորը մի օրվա մեջ պաշտոնազրկվեցին։ Հա, բարեկային ծառայության պետ։ Մի օրվա մեջ պաշտոնազրկվեցին։ Թե քարոզչական, նախընտրական տրամաբանություն է։ Խնդրում եմ ձեզ, Տիկին Սարգսյան, դուք մի մտեք այդ նախընտրական տրամաբանության մեջ, մեղադրելով այդ քաղաքական ուժերը մանիպուլացնում են։ Քաղաքական ուժերը չեն մանիպուլացնում։ Մարդիկ են հարց տալիս։ Մարդիկ են հարց տալիս, որ ամեն Աստծո օր հերթական դանակահարությունը, հերթական կրակոցը, այդ թվերը եւ հանրային ընկալումը լրիվ սարեր ձորերի տարբերություն է։ Միգուցե տոկոսներով, չգիտեմ, 4.5 քանի տոկոսի նվազում է, բայց այդ ակնառու է դա։ Մարդիկ չեն կարող դա ուշադրություն չդարձնել։ Այո, թմրամիջոցների դեմ պայքարում եք, այո, շատ հաճախ ձեզ հարվածում են, քննադատում են ինչ-որ հասարակական սեկտորից, մտել եք այս փաբ, այս գիշերային ակումբը, բռնություն եք իբր գործադրել, այո, պետք է պայքարել, բայց մարդիկ տեսնում են, համատարած է թմրանյութը, համատարած, դպրոցի բակից սկսած ամեն տեղ։ Շատ լավ։ Չէ, շարունակեմ։ Քաղաքականացվածության մասին եք ասում, Տիկին Սարգսյան, անցնող 3 ամիսներին իրարը հաջորդ հարցումներով ես ցանկացել եմ ներքին գործերի նախարարությունից հասկանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում հոգևորականները այդ տարածքում, որ ազատ շրջում են, հոգևորականների ուղեկցելու համար ինչ կարգավորումների, ում հրամանի հիման վրա շուրջ 300 ոստիկան ուղեկցում է 10 եպիսկոպոսի, չեմ ասում է հասարակական կարգը, այո, այդ օրը ոստիկանները փայլուն աշխատեցին, հունվարի 18-ն էր, որպեսի բախումներ չլինեն եւ այլն, բայց դրանից զատ 300 ոստիկան Բարձրաստիճան ոստիկան, ինչի էին 10 եպիսկոպոսի ուղեկցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, ինչ կարգավորումներ, չասեք քրեական գործ կար, այդ դեպքով քրեական գործ չկար, որ դուք էլ ապահովեիք։ Եվ իրականում մեր գործընկերը ճիշտ հուշեց, մենք ըստ կանոնակարգ օրենքի ունենք հարցերի որոշակի ժամանակահատված, 3 րոպե, եկեք շարժեք։ Վերջացրեցի, ուղեկցողներից եք ասում, Տիկին Սարգսյան։ Ես մի բանից ես վերջացնում եմ, դատական բաներին ուղեկցողներից եք ասում, երբեմն քաղաքական միջոցառումների այնքան է կենտրոնանում ոստիկանների, որ նույն Բաքսատ Սրբազանի 18 արդարների դատին դեպք եղավ, որ 3 տնային կալանքով մարդու ոստիկան չէր եղել, որ բերեին դատարան։ Շատ լավ։
Պարոն Մանուկյան, այդ 300 հոգին, որ ասում եք դա ֆիքսված է։ Ֆիքսված է վիդեոյը, բանով, գիտեք քանի հատ հարցում են ուղղակի։ Անուններով, բանով։ Շատ լավ։ Տիկին նախարար, Հասկանում եք հարցերին։ ցուցակը 300։ Չէ, բնականաբար Ես հեսա բոլոր հարցերին բոլոր հարցերին պատասխանում ենք եւ վերջին հարցի իրավունք է սպառնալից։ Քանի որ ուրիշ հերթագնացներ չկան։ Խնդրեմ տիկին նախարար։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, երբ որ մենք արձանագրում ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով։ Այս եկեք ինչ է։ Դա նշանակում է, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են։ Դա նշանակում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են։ Դա նշանակում է, որ գողությունները նվազել են, բնակարանային գողությունները նվազել են, կողոպուտը նվազել է եւ այսպես շարունակ։ Հիմա ես հասկանում եմ, որ միգուցե, եթե որևէ ինչ-որ մի կոնկրետ դեպք ենք քննարկում, տրամաբանական է, դա մեր ընկալումն է, որովհետև մենք շատ հաճախ որպես քաղաքացի նեղ պրիզմայով ենք նայում, որ եթե պայմանական մեր բակում մի քանի տնից կամ չգիտեմ, մի մեքենայից տրանսպորտային միջոցի գողություն է տեղի ունենում, մեր ընկալումն այն է, որ հանրապետությունում ամեն օր եւ բոլոր վայրերում նմանատիպ իրավիճակ կա։ Բայց իմ խնդիրը որպես նախարար քաղաքական տարբեր էմոցիաները մարդկային տարբեր էմոցիաներ, այո, բոլորն էլ պիտի նկատի ունենան, բայց պիտի զտենք, որ կարողանանք հասկանալ իրական պատկերն ինչպիսին է եւ ինչպես են կարողանում ճիշտ կառավարել օպերատիվ իրավիճակը Հայաստանում։ Հիմա ինչն է վատ, պարոն Մանուկյան, որ մենք 3.2%-ով նվազում ունենք հանցավորության մեջ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, այսինքն լավ կլիներ, եթե մենք ունենայինք մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ, ունենայինք սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ, կամ ունենայինք ավելի քիչ թվով շրջանառությունից դուրս բերված զենք զինամթերք, կամ իրավապահ համակարգը չլծվեր դարի մարտահրավեր հանդիսացող թմրամիջոցի ապոնի շրջանառության բացահայտման դեպքերին եւ 80%-ով ավելի շատ թմրամիջոց դուրս չբերեն ապոնի շրջանառությունից։ Ես իրատեսական եմ նայում իրադարձություններին եւ ինձ համար շատ լավ է, որ մենք ունենք 3.2%-ով նվազում, ընդ որում իմ ցանկացած խոսքի ավարտին դուք տեսաք նաեւ ես որ նշում եմ խնդիրների մասին։ Ես երբեք չեմ նայում էմոցիոնալ տեսանկյունից, այն դրական արդյունքները, որոնք որ կան նախարարության տեսանկյունից, ես դրան գնահատում եմ ողջամտորեն անհրաժեշտ փոփոխություններ, որովհետև այս կառավարությունը մի քանի տարի շարունակ ջանք է դրել ոստիկանության ոլորտի բարեփոխումների վրա, եւ մենք հիմա պիտի այո, հաճելիորեն եւ անկեղծորեն նաեւ քաղենք եւ բարձրաձայնենք այն բոլոր դրական արդյունքները, որոնք որ մենք ունենք, սրա կողքին ես միշտ մեր հանրության հետ եւ նաեւ ազգային ժողովում անկեղծ եմ եղել եւ արձանագրել եմ նաեւ խնդիրները։ Եվ ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված տարբեր իրադարձություններով ես երբեք չեմ ասել, որ մենք իսպառ վերացրել ենք ոստիկանական համակարգի բոլոր խնդիրները ուժային միջոցների գործադրման մասով։ Բայց ես ասել եմ, որ ունեմ հանձնառություն ի վերջո այս հանրապետությունում ունենալ ուժային միջոցների գործադրման ստանդարտ եւ այնքան կրթել համակարգի ոստիկաններին, որ դա դառնա մարմնի հիշողության մաս։ Եվ մենք չունենանք եվրոպական դատարան գնացող այնպիսի վճիռներ, որոնք Հայաստանի Հանրապետության համար մինչև նույնիսկ այսօր հետևանքներ են առաջացնում։ Շարունակելով ոստիկանական համակարգի հետ կապված մնացյալ հարցադրումների արձագանքները, տեսեք, դուք նշում եք, որ թմրամիջոցները համատարած են, անշափահասների մոտ համատարած թմրամիջոցների շրջանառություն կա, դպրոցներ եւ այլն եւ այլն։ Ես շատ մտահոգությամբ եմ վերաբերում եւ հոգատարությամբ եմ վերաբերում այս բոլոր մտահոգություններին, որոնք որ արձանագրվում են։ Եվ ինչ եմ արել ես անցած տարվա կտրվածքով։ Ցանկացած գրառում, հանրային տիրույթում կամ ցանկացած միտք ենթարկվել է ստուգման։ Ոստիկանական աշխատակիցները, ոստիկանության ծառայողները այցելել են բնակության վայրեր եւ հարցրել են, թե տրվյալ գրառման ներքո կա որևէ դեպք, որը կարող է կոնկրետ տրամադրվել ոստիկանությանը, որպեսզի մենք պատշաճ իրավական պետությանը բնորոշ ընթացակարգերով ընթացքավորենք եւ հասկանանք, թե որ դպրոցում է թմրամիջոցի ապոնի շրջանառությունը։ Պարոն Մանուկյան, մինչ այս պահը ես ունեցել եմ 0 հաղորդում եւ 0 նույնիսկ օպերատիվ ճանապարհով տվյալի փոխանցում, եթե նույնիսկ մենք այն տրամաբանության մեջ ենք, որ ցանկալի չի հաղորդում ներկայացնել ոստիկանությանը, տվյալը տանք, դուք գնացեք ինչ ուզում եք արեք այդ տվյալի հետ։ 0 տվյալ համացանցում տեղ գտած գրառումներով, 0 տվյալ։ Հիմա ես կարող եմ, ես շարունակեմ պարոն Քոչարյան, որտեղ հարցերը շատ են։ Հիմա ես կարող եմ ասել եւ օբյեկտիվորեն նշել, որ այն աղմուկը հանցավորության մասով, որը որ կա, դա մեդիա տիրույթի աղմուկ է։ Չթիրախավորելով որևէ մեկին։ Էլի մեդիաներ։ Ես կարող եմ ասել,
որ եթե կա գրառում, որի հետ կապված, որ որևէ հաղորդում չի ներկայացում ոստիկանությանը, ինչ Ապոնի շրջանառության մասին ենք խոսում անչափահասների շրջանում, կարող եք ինձ ասել, ինչու եք պիտակավորում մի ամբողջ սերնդի, երբ որ չկա հավաստի տվյալ, ինչու։ Մենք այդքան հոգատար ենք մեր անչափահասների նկատմամբ, որ ուզում ենք նրանց վերագրել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։ Այո, կան բացառիկ դեպքեր, եւ ես չեմ խորշում բարձրաձայնելու այդ բացառիկ դեպքերի մասին, նկատի ունեմ անչափահասների շրջանում կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, եւ սա է պատճառը, որ ես խստացրել եմ նախարարության քաղաքականությունը եւ ոչ թե փորձում ենք ծածկադմփոց անել, խղճալ ինչ-որ մեկին, մտածել ինչ-որ մեկի հեղինակության մասին, այլ մենք մտածում ենք մեր պետության, մեր երեխաների հեղինակության մասին, եւ ես արդեն 9 միջնորդություն եմ ուղարկել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին այն հիմքով, որ դպրոցը տեղյակ է եղել իրադարձությանը եւ պատեհ պահին չի ինֆորմացիան տրամադրել ոստիկանությանը, որպեսզի իրավապահը կարողանա իր աշխատանքը կառուցել ըստ այդմ։ Վստահ եմ, որ Տիկին Անդրեասյանը կիսում է այս մոտեցումը եւ մենք հետեւողականորեն բոլոր դեպքերին արձագանք տալու ենք։ Բայց սրա կողքին ընդհանուր ձևակերպումներով ասել, այ անչափահասների շրջանում թմրամիջոցները վխտում են, ում օգտին ենք ինչ որ մի արձանագրում անում։ Մեր անչափահասների։ Եթե չկա նման բան, ում օգտին ենք մենք այդ արձանագրումը անում։ Ինչու ենք մենք ուզում ստանձնել անչափահասների պիտակավորման process, ինչու։ Ես դա որպես ներքին գործերի նախարար փաստերով, ոչ թե էմոցիոնալ կամ ինչ-որ գրառումներով, փաստերով թույլ չեմ տալու։ Այո, կան խնդիրներ, այո, կան անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների մասով որոշակի դրվագներով աճ։ Այո, կա անչափահասների կողմից կատարվող հանցագործություններով որոշակի աճ, բայց իմ խնդիրն է որպես նախարար առաջին հերթին թույլ չտալ, որ իրականություն ներկայացվի մեր անչափահասների մասով այն ինչ որ իրականությանը չի համապատասխանում, եւ երկրորդը հասկանալու, գնալու խորքը եւ տեսնելու թե մենք ինչպես ենք լուծում այս խնդիրը։ Սա շատ կարևոր է եւ մենք եթե ուզում ենք հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր անչափահասների նկատմամբ, մենք պիտի նախ զտենք իրական պատկերը եւ հետեւողականորեն գնանք կոնկրետ իրադարձության հետևից։ Եվ ընդհանուր առմամբ նաեւ թմրամիջոցների Ապոնի շրջանառությանն եմ երբ որ անդրադառնում, համակարգի ռեսուրսը շարունակվելու է ամբողջ էներգիայով առավելապես ուղղվել ներմուծման եւ արտադրության շղթայի հետևից։ Ես չեմ պատրաստվում պոպուլիստական ճանապարհով գնալ եւ ունենալ 100,000 դեպքերի արձանագրում մանր չափերով, բայց տեսադաշտից դուրս թողնել կամ չտեսնելու տալ այն տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցը, որը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունը կարող է տարանցիկ գոտի հանդիսանալ այս տեսանկյունից։ 768 կիլոգրամ հենց այս ռազմավարական մոտեցման արդյունքում է դուրս բերվել ընդհանուր շրջանառությունից։ 80%-ով ավելին, քան անցած տարվա կտրվածքով էր։ Հիմա ինչ պիտի անեինք։ Երկու տարբերակ կա։ Կամ թողնեինք, որ այս 768 կիլոգրամը ներս գար Հայաստանի Հանրապետություն եւ 100,000-ավոր մարդիկ օգտվեին այս թմրամիջոցից, եւ մենք ունենայինք խեղված նաեւ ճակատագրեր, մի մասը կարողանայինք բացահայտել, մի մասը չկարողանայինք բացահայտել։ Եվ երկրորդ տարբերակ, ընդունել, որ կարող են մանր տարբեր դեպքեր լինել, որոնք կարող են ռեսուրսի ոչ բավարար լինելու հետևանքով դուրս մնալ այդ պահին տեսադաշտից, բայց շատ մանր չափեր, բայց կենտրոնանալ խոշոր խմբականակի վրա եւ լուծել հանրության ավելի կարեւոր խնդիրը թույլ չտալով սրա օգտագործումը տարբեր անչափահասների, չափահասների, ես չեմ ուզում տարանջատել խմբեր եւ այն դիրքավորում ունենալ, որ անչափահասը կարող է չի օգտագործում։ Հիպոթետիկ։ Մենք գնացել ենք հենց այս ճանապարհով եւ ես շարունակելու եմ քրեական ոստիկանության ամբողջ ռեսուրսը օգտագործել մեծ խմբականակների բացահայտման ուղղությամբ, կոտրելով ներմուծման եւ արտադրության շղթան։ Եթե մինչ այս պահ այս ռազմավարական մոտեցումը չի եղել, կամ մեզ թվային պատկերն ավելի գրավիչ է թվացել, որ դուք տեսնեիք ոչ թե ենթադրենք 100,000 դեպք ենք բացահայտել, այլ ընդամենը 1000, ես չեմ վախենում ուղղակի արձանագրելու, որ ոչ թե թվերն են կարևոր, այլ բովանդակությունը։ Եթե 768 կիլոգրամ արգրավելով պիտի ունենանք ավելի նվաստի վիճակագրության մեջ եւ հարցեր առաջացնեն, թող ունենանք այդպիսի պատկեր, ես հարցերին սիրով պատրաստ եմ պատասխանել, բայց չեմ գնալու որևէ տարբերակով թիվ նկարելու կամ թիվ ցույց տալու եւ բովանդակությունը մի կողմ թողնելու ճանապարհով։ Եվ նաեւ սա է պատկերը, երբ մենք էլ ենք շփվում, պարոն Մանուկյան, մեր բնակիչների հետ։ Պատկերացնում եք, մենք էլ ենք շփվում, մենք էլ գիտենք ընկալումները։ Դա է պատճառը, որ ի տարբերություն այս խոսակցությունների 2026 թվականի փետրվարին հանրային հարցումներով, ի տարբերություն 25 թվականի հունիսի, աճել է ոստիկանության նկատմամբ վստահության թիվը։ Մեր քաղաքացիները չեն հասկանում ինչ է կատարվում։
Ոստիկանությունը չեն վստահում, բայց մենք վստահության թվի աճ ունենք։ Եթե այդպես լիներ, ինչու 2025-ի հունիսին որոշ դրվագներով նվազում ունեինք։ Սա իրական պատկերն է, ես հեռու եմ այն մտքից, որ մենք չունենք խնդիրներ, որովհետև ես այդ խնդիրները ինքս եմ արձանագրում։ Ինչ թե արդարադատության նախարարի տեղակալ եմ եղել, ով զբաղվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումներով, եւ թե ներքին գործերի նախարարի տեղակալ, հիմա արդեն ներքին գործերի նախարար։ Կա մի մարդ, ով որ ինձանից շատ ոլորտի խնդիրների մասին խոսել է։ Կա նման մարդ։ Այս բոլոր փոփոխությունները ով է նախաձեռնում։ Ներքին գործերի նախարարությունը եւ նաեւ անդրադառնալ Հիմա հարցեր են, տրվել են, պատասխանում եք։ Ես ընդհանրապես արձանագրումներ եմ անում, պարոն Քոչարյան, որովհետեւ եթե ներքին գործերի նախարարության համակարգը եւ կառավարությունը ընդուներ, որ չկա խնդիրներ, որևէ բան ներքին գործերի նախարարության համակարգում տեղի չեր ունենա։ Եվ եթե այսօր նորից վերադառնալով իմ նախորդ մտքին, ներքին գործերի նախարարը գալիս է ազգային ժողով, սա ռեֆորմի արդյունք է։ Որովհետև ձևավորվել է ներքին գործերի նախարարությունը եւ կա խորհրդարանական վերահսկողության նորմալ գործիքակազմ ամբողջ համակարգի նկատմամբ։ Եվ ոստիկանապետի փոփոխություն, ոստիկանության պետի տեղակալների փոփոխություն, ինչպես նաեւ մայրաթորի 300 հոգանոց խումբ։ Ոստիկանապետի եւ ոստիկանապետի տեղականների փոփոխությունները ես մեկնաբանել եմ եւ նշել եմ, որ սա կադրային փոփոխություն է ոստիկանության համակարգում նոր էներգիա բերելու տրամաբանության մեջ։ Նոր էներգիա բերելու տրամաբանության մեջ։ Մենք տարբեր լուծումներ ենք քննարկում համակարգում, տարբեր լուծումներ ենք փորձարկում եւ կադրային փոփոխությունները նոր էներգիա է տարբեր ուղղություններով ուղղորդելու տրամաբանության շրջանակներում եւ այստեղ պետք չի փնտրել որևէ մի ինչ որ անհանգստացնող էլեմենտ, սա կադրային փոփոխություն է, համակարգում որևէ մեկը հավերժ չէ, կարող են այս փոփոխությունները տեղի ունենալ, որpիսի մենք կարողանանք ավելի թար մտքով գնալ առաջ եւ ես չեմ պատրաստվում միայն նրա համար, որ չլսեմ կադրային փոփոխությունների հետ կապված քննադատություններ, հաշտ լինեմ իրավիճակի հետ եւ չորոշեմ կադրային շարժեր անել համակարգում։ Կադրային շարժեր 3 են եղել, այսօր են եղել եւ վաղնել են լինելու, եթե դրա անհրաժեշտությունը որպես այդպեսին կա։ Ինչ վերաբերում է մայրաթորին, ես նշեմ, որ պարոն Մանուկյան, ես ճիշտ ասած չգիտեմ դուք ինչ գործիքակազմեր եք կիրառում, բայց 300 անձ որևէ ձևով, որևէ մեկին, որևէ իրադարձության շրջանակներում չի ուղեկցում։ Փաստական տվյալով 300 անձի ուղեկցման դեպք չկա։ Եվ այո, այդ օրը մայր աթոռում ոստիկանությունը պատշաճ կերպով կատարել է իր առջև դրված խնդիրը եւ թույլ չի տվել բախում այն պայմաններում, երբ որ մենք ունեինք իրար կարելի ասել ճակերտավոր հակադարձող հավաք մայր աթոռի ընդհանուր տարածքում։ Ոստիկանությունը պատշաճ կերպով կատարել է իր առջև դրված խնդիրը եւ ոստիկանական նման ներկայացվածության արդյունքն է, որ չնայած սադրանքներին մայրաթոռի տարածքում ոչինչ տեղի չի ունեցել։ Եվ ցանկացած պահի, եթե դիտարկենք, որ օպերատիվ տվյալի հիման վրա կամ ընդհանուր իրավիճակով պայմանավորված կարիք կլինի ավելի մեծ թվով ոստիկանական ներուժ ներգրավելու, ներքին գործերի նախարարության համակարգը ներգրավելու է այնքան թվով ոստիկան, որը որ թույլ կտա մեր երկրում պատշաճ հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելու։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրումների, ես բազմիցս արձագանքել եմ, որ եթե կա պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում, ոստիկանները իրականացնելու են վարույթ իրականացնող մարմնի որոշումը, անկախ նրանից, որ մեկս ինչպիսի ընկալումներ ունեն այդ իրադարձության շրջանակներում։ Հուսով եմ բոլոր հարցերը սպառեցին։ Շնորհակալություն տիկին նախարար։ Արձագանքի գիտեք, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան։ Չէ, մի վարքյան էլի խնդրեմ։ Մենք արձագանքի այս ձևաչափը, մենք արձագանքով չենք գնում։ Օրինակ տվեք, պարոն Մանուկյան։ Ես չեմ թիրախավորում։ Ես ասում եմ, եթե մենք այդպես ենք ասում, առանց օրինակ բերելու եւ անկախ ապացույցի, այսպես է։ Սիրով ցանկացած օրինակ պատրաստ եմ քննարկել։ Հասարակական կարգի պաշտպանությունը մի բան է, այն ուղեկցող ոստիկանների անօրինականությունները նստատել լրագրողները։ Իրանց աչքի առաջ է եղել, հիմա աչքի տեսածը պետք ասեմ չի եղել, այնտեղ ցիտեր նկարող ոստիկանները ուղեկցում էին եպիսկոպոսներ։ Պարոն Մանուկյան, շատ լավ։ Հարգելի գործընկերներ, հերթագրվողներ եղան
եւ նորից հիշեցնեմ մեր այսօրվա աշխատանքի ձևաչափը։ Ելույթներ չկան, կա հարց, պատասխան, արձագանքը դնում ենք մի կողմ, որովհետեւ մնացած հարցերի ելույթների խնդիրը կտեղափոխվի լիագումար նիստ։ Տիկին նախարար,